Բարի լույս հետևորդներ ջան, ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը, իմը շատ լավ արտակարգ տրամադրություն ունեմ, ուր եմ եկել եմ մի հատ հաց թխելու տեղ հետևորդներ ջան, հացի արտադրամասա, հացի և լավաշի, եկել ենք լավաշը օգնելու, փորձարկելու և ցույց տալու մեր լավաշի գաղտնիքներն ու նրբությունները։ Այստեղ ոչ միայն հացի և լավաշի արտադրամասը, նաև վերևը հեսա ցույց բանը սրահ է, ուրախությունների սրահ է, մեջն էլ շատ սիրուն սարքած ձևավորա շատ լավ է։ Հիմա ուզում եմ բակը ցույց տամ, թե ինչ գեղեցիկ բակ ունի, նայեք ինչ սիրուն սենց եղևնիներա, այսպես նայեք, մտնում ենք դեպի հրաշք սիրուն տեղ, արցրանամ և մտնեմ այսենց, տեսեք սիրունությունները այսպես սարքած կուժերով, որը շատ սիրում եմ, մեր հնության այդ ամեն ինչը ես շատ սիրում եմ, տեսեք այսև ոնց որ սենց ինչ-որ սենց կաշկայա նման բանա, մեջը կուժը, սենց ծառերի, ծաղկունքների մեջ, տեսեք ինչ գեղեցկություն, սիրունություն, հավեսս եկավ, շատ լավն է, եթե գալիս են ուրախության տեղը, բան ուրախ դուրս են գալիս բակում, այսպես նստում, տեսեք ինչ գեղեցիկ հաճելի միջավայրա, տեղը շատ լավը ու այսպես նստարաններն եկա, կարող եք նստել և վայելել, հիմնականում երևի սա տղամարդկանց համար, դե որ սրահներում չի թույլատրվում ծխել, դուրս են գալի դուրս, համ ծխում են, համ մաքուր ու սենց գեղեցիկ տեղը նստում և վայելում են իրենց ուրախությունը, շատ լավ է, այստեղ էլ նայեք սենց բացօթյա տեղ է, որ նստեն, սուրճ խմեն, լավ ժամանակ անցկացնեն և ինչպես միշտ սրբապատկերը, որը շատ հարգում եմ, որ նման տեղերում լինում է դրված, շատ սիրուն է, շատ գեղեցկություն է, սա արտակի սրահն է, այնպես որ հետևորդներ ջան, ովքեր ունեն լավ առիթներ, կարող են գալ և դիմել արտակին և հաստատ լավ ժամանակը ինձ թվում է, որ ոչ թե թվում է, այլ վստահ եմ, որ կապահովվի, որովհետև մթնոլորտը, թե աշխատողները, թե մարդիկ բոլորը շատ լավն են և ինձ շատ դուր եկավ, շատ լավ։ Հիմա արդեն լավաշի խմորն արել ենք, սպասում ենք տաքանա և ես այսպես առիթը չկորցրեցի և որոշեցի նկարահանեմ և ձեզ ցույց տամ, թե ինչ հրաշք սիրուն տեղեր ունենք մենք։ Հիմա նստեմ մի հատ նստարանին, մաքուր օդով և ձեր հետ զրուցեմ հետևորդներ ջան։ Հավեսին տեղ է շատ, հիմա սպասում ենք մի հատ սուրճ խմենք և շարունակենք մեր աշխատանքը։ Մեծ սիրով սուրճ կխմեմ, որովհետև առավոտվանից մի հատ եմ խմել, ընկել եմ գործով և մոռացել եմ սուրճի համար, մի հատ կթարմանանք ու կանցնենք աշխատանքի։ Հիանալի, սիրուն տեղ, մաքուր օդ, արտակարգ, դուրը իրոք շատ եկավ, շատ, գներն շատ մատչելի են իմիջայլոց, կարող եք գալ, հետաքրքրվել իմանալ, մատչելի, տեղում ունեն նաև ինչեր, նայեք, հաց ու լավաշը իրանց արտադրությունն է, կարողանում են լավ մատչելի ձևով ներկայացնել, ես ինչքան տեղեկացված եմ, իրանք խոզեր ունեն, պահում են, միսը անարատ միս են առաջարկում իրանց խոզերինը, տեսեք թե ինչ կապ ունի ու ինչ մեծ նշանակություն ունի հետևորդներ ջան, որովհետև այն որ են սառեցրած են վատ մսերով անում են, հաստատ այն չի լինում, իսկ տնական խոզը պահած շատ լավ վիճակով, հաստատ ամեն ինչ ասվում է։ Ես մի քիչ այն կողմ ջերմոցել եմ նկատում, հետևորդներ ջան, սա երևի խնամված իրենց մշակած ջերմոցն է։ Այսա ուզում եմ մոտենամ և տեսնեմ, իմ թուլություններից մեկն է, ես շատ եմ սիրում, տեսեք թե ինչ լավ շուշեքով ջերմոց է, շուշաներով, շատ լավ ջերմոց է, խնամված, սիրուն, մաքուր, ակուրատնի, ոչ միայն վարունգա, կաղամբա, լոլիկա, շատ հավեսին, շատ լավ։
Լավնա շատ։ Շունը եկավ, վախեցա հետևորդներ ջան, ճիշտն ասած եւ փախա։ Վախենում եմ շնից։ Այնքան է մեծ շունը։ Նկատեց եւ եկավ, դե իհարկե դա ճիշտ է, երբ որ նման տեղերում ունենում են շուն, ապահովությունը լավ բան է։ Այսպես դրսում էլ ունեն վարունգներ, էլի շատ սիրուն նայեք, լավ ձևով խնամված, արած, շատ լավներ, շատ դուրս անչափ եկավ, անչափ հետևորդներ ջան։ Աշխատող մարդը ունենում է հետևորդներ ջան, աշխատող, ստեղծող, արարող մարդը ամեն բան էլ ստեղծում է հենց իսկ իրա հողում, հենց իսկ իրա Հայաստանում, այն որ մտածում են վայ օտար երկիր գնան ավելի լավ գումար, ոչ, եթե մարդը ինքը աշխատող է, ապա կստեղծի իրա հողում էլ, իրա տանն էլ, ամեն ինչ էլ։ Իսկ եթե մարդը աշխատող չի ու ձգտում չունի դեպի աշխատանքը, ուզում ես այսպես բերես լցնես, մեկա, մի լինելու է 0։ Այնպես որ հետևորդներ ջան, ժամանակս լռացավ եւ ես գնում եմ լավաշը փորձարկելու։ Փորձարկումից հետո կմիանամ եւ ցույց կտամ, թե ինչ տեսակի լավաշ ենք ստացել։ Հետևորդներ ջան, ծնունդի ենք։ Այս մեր արագ սննդի կետի աշխատակազմն է։ Այսօր մեր Անուշիկի ծննդյան օրն է, այսպես մեր կոլեկտիվով հավաքվել ենք, մի կտոր ասենք, Անուշիկի շնորհավորենք ու լավ բարեմաղթանքներ ասենք։ Սկսենք մեր հայտից, այդ ժամի բարեմաղթանք ասա, թող Անուշիկին լսենք։ Անուշիկ ջան, շնորհավոր, որտեղ եք առաջին ասել։ Ցանկանում եմ առողջություն, հաջողություն, ամենալավ բաները վերարտադրակներ հանկարծ չբավարարին։ Ապրի Հայկը, միանում ենք Հայկի բարեմաղթանքներին, Անուշիկ ջան, միշտ առողջ ելնես, միշտ ընտանիքիդ հետ, ամենակարևորը առողջությունն է, դա որ լինի մնացածը իր ամենով կգնա, հրամար է համար առաջինը, ես առողջություն եմ ցանկանում։ Մեծիկ։ Լավն է, լավ է, քաղցուն համով լինի։ Ապուկ տեղերից է հռնացնում։ Ավիտ չի, հա? Անուսուն չես հետևորդներին մեջքով նստել։ Որ նեղանան քեզանից։ Չես այդպես նստել։ Հա։ Հետեն թողնեն անով ամեր ձիկի անգելը։ Որտես միակ սերիալ կար էլի։ Այդ նոր սերիալները մոդա է դուրս են եկել։ Առաջի երևի սերիալներից է ձիկի անգել, գլխարկն այդպես թարսնում է ծաղկիկը, վազում պատանցնում է շնորները գողատով։ Դա շուշեմ որ շնոր կա։ Այո, խոսացեք, բարեմաղթանքներ ասեք, մենակ ես ու Հայկն ասին, կլնիտ է։ Մենք էլ էինք սովածում, ես չի որ ուշտեինք։ Անուշիկ, քանի տարեկան եղավ։ 37։ Դեմ այսօր հետևորդներ ջան, դե միշտ լսել են, որ Անուշիկը փոքր երեխա ունի, 4 տարեկան, փոքր, հա։ Ու այսօր եկել է իր աղջիկը մեծ, 15 տարեկան է, չէ՞, 17 տարեկան, եկել է լացում է։ Նրանց բարեկամներից մեկը բանակ է գնացել, չի հասցրել, տենա ու լացում է, ասում Անուշիկ, ո՞ր է որտես լացում, ասում աղջիկս է, ոյ։ Ես որ գիտեմ փոքր երեխա ունի, զարմացա, ասում եմ ոստ է աղջիկը, ասում է հա,
17 եւ 4, ասեմ ես քեզ բղի օրնյա։ Քեզ այդքան տարբերություն տվել։ Կարա սելի բերես։ Այն դուրի դեպս լավ բան յամարերը խաբել, յասանորի չչի։ Բարի ճանից կասու դերը։ Այ մալա խմի չխմի, մի ատ դուզ բան չկա դրա։ Տելեֆոնը գալի տասը բանը չկար։ Դու չլիս պո խմի։ Կավա խմբերի ավելի յամպերի։ Մեր կոլեկտիվը այդպես ուրախ, հումորով, շատ լավ կոլեկտիվ աշպրով հետևորդներ ջան, շատ հավեսով, ուրախ։ Ճիշտ է ժողովուրդ։ Հետևորդներ ջան, փակեցինք Արաքս սննդի կետը, հիմա այսպես ուրախ, լավ գրուպայով գնում ենք տուն։ Այսինքն նայեք, ոտքով են գնում, ինչու, որովհետև մեր Հայկը շատ է սիրում մանգալ։ Ասում է բերեք ոտով լավ եղանակա, քայլելով մի քիչ գնանք, հետո կհասնենք տաքսի, տեղը կնստենք տաքսի։ Այսինքն ուրախ գնում ենք։ Հա Հայկ սրտովդ է լավ։ Հետևորդներին բարևի, վաղուց մանիշ չես բարևե։ Ու ինչ անենք, խոսացել ես, բայց չես բարևե։ Ասում է էներգիա չկա։ Էներգիան ինչ է լորը։ Երկու հատ շարում է փաթաթի ասում է էներգիա չունի։ Տաքսիները չլինի, ոտով կենթան գիշերոթիկ։ Բանը, կհասնես տուն արտակը գա է տաքից։ Ուրախ գնում ենք, տեսնում եք ինչ լավ է։ Բա եղանակն է շատ լավն է, մաքուր օդը որ վերջն է, այս պահին շարժը քչացած է, այն որ մեքենաների աղմուկը չկա, մեքենաների այն փոշին չկա, այն որ սենց կարում ես լիարժեք ուրախ քայլելով գնաս դեպի տուն։ Բա որ գնանք ու տաքսիը չլինի, Լուսինե ջան, ինչ ենք անելու, մեր հավատարի մեծ ժամին սպասող Լևոն Ձյաձյանը գնացել է Երևան, մնացել ենք առանց մեքենայի, պատկերացնում եք հետևորդներ ջան, մեր բակում կանգնած է երկու մեքենա և ես ոտքով եմ մանգալի, ջղայնանալու եմ ու սկսեմ ավտո քշել սովորել, երևի արդեն այդ գծով զբաղվեմ, մտածեմ այդ ուղղությամբ, մի հատ սիրուն բարորդական իրավունք եմ ձեռք բերում և մեքենաները պատրաստ։ Ու այսպես սաղին կդնեմ ավտոն ու վզզզ։ Գոհարոն չոնես, առակումնի կեզ եմ զանգերում եկել։ Ով առակում էլի։ Հա, տես։ Հայկն ասում էր, որ ինչու ենք մեր Արաքս սննդի սեղանները ամեն օր դնում ներս և հանում դուրս, ասում եմ մխոն չի դնում ներս, ես էլ ասում եմ չէ, կարող է գետնին մեխած ելնի, հիմա էտ ասում, տեսեք, որ չէ, այդպես չի, մեխած չի, դե հիմա էտա, կարող է իրանը չեն տանում, մերը տանում են Հայկ, կոլայի մենեջերին ինչ ասենք, ում սեղանը բերենք տանք իրան, այս ինչ լավ էր մաքուր օդը մանգալը, հասանք մենք մնաց Լուսինեն, Զանգի արտակին տող տաքսի է զանգում։ Հենա հասնենք են հասանք։ Եկեղեց հանկյուն։ Հա, եկեղեցու հանկյունում կա տաքսիս։ Ես հասնենք ընդեղից կնստենք էլ ուր է զանգում։ Ով ասել։ Դիո։ Ասա ունենք չունենք 400 ասա Արտյոմի եկեղեցու մոտ իջացրու 400-ի
Ուրախ, լավ, միած ցույց տամ, տեսեք թե լավ գիշերային զբոսանք, շատ հավեսին։ Լուսավոր։ Մոտեցել ենք մեր ավագ դպրոցին։ Տեսեք ինչ լույսերի մեջ է լուսավորության։ Պատկերացրեք այն կարգի հովա, որ մի պահ մրսում եմ։ Դե նախանձեք շոքում գտնվող մարդիկ։ Նախանձելու փոխարեն համեցեք Ստեփանավան։ Ճիշտ չի Լուսնյակ։ Այո։ Համեցեք Ստեփանավան։ Եվ կտեսնեք ինչ լավ հով զով է։ Բարև ձեզ։ Ինչ լավ հով զով։ Հավեսին, այո։ Այ հիմա նստարանը ներ այստեղ մի 5 րոպե էլ կնստենք նոր կեթային։ Կան գառնի չեմ անում, հիմա էլ ավտոբուսը գա կանգնի։ Բա, այսպես ուրախ տրամադրություն։ Լուսնյակ, մի բան է դու խոսա, մի ոչ մի բան չես խոսում։ Ես հələ մտածում Հիմա էսա հետևորդները պիտի ասեն Լուսնյակ նովա։ Ահա։ Հիմա լավ, այո, հիմա պետք է ներկայացնեմ, թե Լուսնյակ նովա, դե Հայկին լավ գիտեն։ Լուսնյակն է Ասա, ով է։ երկրորդ հերթափոխի վաճառողուհին է։ Ապրեք։ Մեր երկրորդ հերթափոխի վաճառողուհին է հետևորդներ ջան։ Հա։ Այսպես ուրախ գնում ենք, հիմա կասեք, բա ուր էր որ չկար Լուսինեն, դու էիր այնտեղ, հիմա արդեն հանգամանքները փոխվել են հետևորդներ ջան, արդեն երկրորդ սմենի վաճառողուհի ունենք, որովհետև ես ուրիշ գործեր ունեմ, այդ ժամին պլանավորած, այդպես ավելի լավ է ստացվում։ Ստեղ չկա տաքսի, սպասի, ես զանգ եմ։ Չկա տաքսի։ Դե մի հատ զանգի տաքսի, որ չուշանանք։ Ինչից, տնից, հեսա ռոբը կզանգի կասի, այ գոհար ժամը լրացավ բեսուր ես։ Դե արի ասա, որ ոտքով են գնում։ Բարև ձեզ։